Սիրելի հեռուստադիտողներ, հաղորդման առաջին հատվածն է մեր եթերում եւ այսօր խոսելու ենք արտակարգ իրավիճակների մասին։ Մասնավորապես Հայաստանը պարբերաբար բախվում է արտակարգ իրավիճակների՝ ջրհեղեղներ, երկրաշարժեր, անտառային եւ դաշտային հրդեհներ։ Նման դեպքերում կարևոր նշանակություն ունի ոչ միայն մասնագիտական ծառայությունների արագ արձագանքը, այլև համայնքների պատրաստվածությունն ու քաղաքացիների ներգրավվածությունը։ Ինչ է նշանակում առաջին արձագանքում, ինչպես են համայնքներում ձևավորվում կամավոր հրշեջ-փրկարարական խմբերը եւ ինչ դեր կարող են ունենալ դրանք մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու գործում։ Այս թեմային առնչվող եւ այլ հարցերի շուրջ այսօր կզրուցենք մեր հյուրի, Հայաստանի Կարմիր խաչ ընկերության աղետների կառավարման բաժնի ղեկավար Սերգեյ Սահակյանի եւ Հայաստանի Կարմիր խաչ ընկերության աղետների կառավարման բաժնի ծրագրերի համակարգող Լուսինե Արաքելյանի հետ։ Բարև ձեզ, Սերգեյ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք մեր տաղավարում տեսնելու համար եւ շնորհակալ ենք, որ մեր ժանին ընդունել եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Եվ առաջին հարցս հետեւյալն է. Հայաստանը տարբեր տարիներին բախվել է տարատեսակ արտակարգ իրավիճակների հետ, երկրաշարժեր, հրդեհներ, ջրհեղեղներ, բայց եւ այժմ ներկայումս որն է այն հիմնական ռիսկը արտակարգ իրավիճակների ժամանակ։ Պետք է ասեմ, որ Հայաստանը աղետների տեսակետից բավականին խոցելի երկիր է։ Խոցելին, այսպես կարելի ասել, ամենամեծը մեր ռիսկը դա մնում է երկրաշարժը, քանի որ մենք գտնվում ենք սեյսմիկ ակտիվ գոտում։ Սակայն գլոբալ կլիմայական փոփոխությունների հետ կապված նաև այդպիսի աղետներ, այդպիսի երևույթներ են ակտիվացել, որոնք բերում են աղետների, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, սողանքները, հրդեհները, նաև եւ այլն։ Աղետների արձագանքման հետ կապված ուզում եմ շեշտել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանալով պետությանը օժանդակ մարմին հումանիտար ոլորտում համագործակցելով պետության հետ իր ռազմավարությունը վերցրել ոչ միայն արձագանքել, այլ ավելի շատ նախապատրաստվել, քանի որ նախապատրաստվելը բերում է ավելի ազդեցիկ արդյունքների, որոնք նվազեցնում են համայնքների խոցելիություն աղետների նկատմամբ։ Որքանով է կարևոր բնակչության պատրաստվածությունը նման իրավիճակներում դիմակայելու համար։ Դա ամենակարևոր հարցերից մեկն է, որովհետև հենց պատրաստվածությունն է համայնքների նվազեցնում իրենց խոցելիությունը, բարձրացնելով իրենց պատրաստվածությունը։ Աշխատելով համայնքային մակարդակում մենք աշխատում ենք մեր ռազմավարության հետ համատեղ 3 հիմնական հենասյուներում, որոնցից մեկը դա պատրաստվածությունն է, երկրորդը դա մեր կարողություններն է եւ արագ արձագանքումը։ Պատրաստվածությունը դա նաև անվտանգության մշակույթի ձևավորումն է, այստեղ մենք աշխատում ենք համայնքների հետ, դպրոցների հետ, երեխաների, ուսուցիչների հետ, իրազեկելով իրենց, բացատրելով վարքականոնները եւ ուսումնասիրելով տվյալ համայնքի խոցելիությունները, որպեսզի իրենք լինեն ավելի դիմակայուն։ Հայ Սերգեյ, շատ հաճախ արտակարգ իրավիճակների ժամանակ լսում ենք առաջին արձագանքում այս բառակապակցությունը, ինչ է սա իրենց ներկայացնում եւ ինչու է, որ ասում են առաջին արձագանքման առաջին րոպեները որոշիչ են լինում։ Ես կասեի այդ առաջին րոպեները դա ոսկյա րոպեներն են, որոնք մենք պետք է կարևորենք։ Օրինակ վերցնենք, եթե մարդը վատանում է, արյունահոսում է կամ ինչ-որ այլ իրավիճակի մեջ է գտնվում, այստեղ ամենակարևորը այդ ոսկյա րոպեները օգտագործելը, փրկել մարդու կյանքը, մինչև կժամանի բժիշկը կամ այլ մասնագետը, որը կտա համապատասխան կտրամադրի այդ օժանդակությունը։ Ինչ եմ ուզում ասել, աղետների արձագանքման ժամանակ լինի դա բնական կամ տեխնացին աղետ, շատ հաճախ փրկարար ծառայողները գտնվում են ոչ այդքան մոտիկ այդ նամանավանդ հեռավոր համայնքներում եւ այստեղ կարեւոր է այդ առաջին րոպեները արձագանքելը։ Եթե դա տեղի չունենա ժամանակին, դա կարող է խորանալ եւ դառնալ ավելի մեծ աղետի։ Այս նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը աշխատելով Հայաստանի բոլոր մարզերում, ունենալով բազային մասնաճյուղեր, բոլոր մարզերում մենք ունենք աղետների արձագանքման թիմեր, բաղկացած կամավորներից, որոնք ժամանակին վերապատրաստվում են, ստանում են համապատասխան
աղետների պատրաստվածության կրթությունը, որը իր մեջ ներառում է որոնողափրկարարական աշխատանքներ, առաջին օգնություն, հոգեբանական առաջին օգնություն, հումանիտար օգնության տրամադրում եւ այլ գործողություններ։ Իրենք ունեն այդ բոլոր հմտությունները, իրենք ունեն անհրաժեշտ համապատասխան կահավորանքը եւ կարող են սկսել արձագանքը մինչև կժամանեն փրկարար ուժեր եւ դրանից հետո սկսել օժանդակ ծառայություններ օգնելով մեր պրոֆեսիոնալ փրկարարներին։ Այ մինչ այժմ արտակարգ իրավիճակներին արձագանքում են պետական փրկարար ծառայությունները։ Ինչ դժվարություններ ունենք այժմ մենք, երբ խոսքը օրինակ վերաբերում է հեռավոր բնակավայրերին, եւ որքանով է կարեւոր համայնքների ներգրավվածությունն ու պատրաստվածությունը։ Դա շատ կարեւոր հարց է, որովհետեւ մեր փրկարար ծառայողները լինելով շատ պրոֆեսիոնալ եւ ունակ, երբեմն հեռավոր համայնքներից իրենք գտնվում են բավականին հեռու տարածքում եւ այդտեղ տեղի համայնքը իրենք ունենալով համապատասխան գիտելիքներ, փորձ եւ կրթություն կարող են իրենց օժանդակել որոշ հարցերի դեպքում կախված նրանից դա ինչ աղետ է տեղի ունեցել, ինչ պատահար է տեղի ունեցել, իրենք կարող են առաջինը սկսել արձագանքը իհարկե միևնույն ժամանակ տեղյակ պահելով փրկարար ծառայություններին։ Հիմնական խոչընդոտը դա է, դա հեռավորությունն է։ Եվ այստեղ շատ կարևոր է նաև համագործակցությունը համայնքների, փրկարար ծառայողների եւ Կարմիր խաչը այստեղ լինելով միջանկյալ մարմին օժանդակում է նաև այդ հարցով պետությանը տրամադրելով համապատասխան ունակություններ, գիտելիքներ, իրազեկման բարձրացում, աշխատելով թե երեխաների, թե մեծահասակների հետ, ուսումնասիրելով իրենց տարածքին բնորոշ աղետները եւ անհրաժեշտ խոցելի կոմպոնենտը նվազեցնելու համար անհրաժեշտ գործառույթները եւ հնարավորինս ծրագրեր իրականացնելով օգնել համայնքին այդ խոցելիությունը նվազեցնել եւ հիմնականում կարեւորը որ դուք նշեցիք դա տարածքն է եւ համագործակցությունը կոմունիկացիան եւս երբեմն լինում է խնդիր։ Անչափ շնորհակալություն, շատ եմ շնորհակալ կարևոր տեղեկատվության համար։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ տաղավար կհրավիրենք Արաքելյան Լուսինեին։ Ողջունում եմ ձեզ Լուսինե, շատ ուրախ եմ ձեզ մեր տաղավարում տեսնելու համար եւ այսօր ձեզ հետ մասնավորապես կզրուցենք բնական աղետներից հրդեհների մասին։ Այ վերջին տարիներին Հայաստանում հրդեհների աճ է նկատվում, սա ինչով է պայմանավորված եւ սա ինչ վտանգ կարող է ներկայացնել մարդկանց, համայնքների եւ շրջակա միջավայրի համար։ Նախ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանը տարեստարի ավելանում է առհասարակ երկիր մոլորակում եւ դրանով պայմանավորված հրդեհների քանակը նույնպես ավելանում է, որը կարող է անմիջապես բնակչությանը, նրանց ունեցածին, կենդանի արարածներին եւ առհասարակ կենսաբազմազանությանը բնության վնաս պատճառել եւ դրանով պայմանավորված հրդեհները, որոնք կարող են լինել կենցաղային եւ անտառային, բավականին մեծ վտանգ են հանդիսանում Հայաստանի համար։ Այ գիտեմ, որ հիմա ունեք նոր ծրագիր, որով պայմանավորված կազմում եք նոր հրշեջ փրկարարական խմբեր։ Խնդրեմ մի փոքր պատմեք այս ամենի մասին։ Ծրագիրը այնքան էլ նոր չէ, այն փորձարկվել է 2020 թվականին, փորձարկումը եղել է 2 համայնքում, Գառնիում եւ Սպիտակում եւ հաջողության հասնելով այն հիմա ընդգրկում է Հայաստանի 9 մարզերի 13 համայնքներ։ Ծրագիրը կոչված է Հայաստանի տարբեր համայնքներում ստեղծելու կամավորական հրշեջ փրկարարական խմբեր։ Ծրագրի մեր գործընկերներն են ավստրիական Կարմիր խաչի ընկերությունը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, հայկական եւ ավստրիական կարիտասները եւ ծրագիրը ֆինանսավորվում է ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Կամավոր հրշեջ փրկարարական խմբերի դերը նրանում է մեծ, ինչպես նշեց պարոն Սահակյանը, արտակարգ իրավիճակների իրավիճակներում ժամանակը ամենակարևոր գործոնն է եւ առաջին արձագանքը կամավոր հրշեջ փրկարարական խմբերը կազմակերպելով նրանք մեծ բեռ են թոթափում պետական ծառայությունների ուսերից։ Այ ովքեր կարող են դառնալ հրշեջ փրկարարներ, ինչ պահանջներ եք դրել, ինչ պահանջներ են անհրաժեշտ, ինչպիսի ուսուցում են անցնում եւ ինչպես եք ստուգում նրանց պատրաստվածությունը երգ։ Համայնքներում կամավոր հրշեջ փրկարարական խմբերի կամավորներ կարող են դառնալ բոլորը, անկախ սեռից եւ տարիքից։
մեր կամավորները անցնում են բազմափուլ ուսուցման միջոցով։ Նախ նշեմ նաև, որ մենք ունենք վերապատրաստում ուսուցողների համար, որով անցել են նաև ներքին գործերի նախարարության փրկարարծառայության աշխատակիցները, որոնցով մենք ապահովում ենք կրթության շարունակականությունը համայնքներում։ Դրանից հետո նաև վերապատրաստման դասընթացներ են անցել երկշաբաթյա ինտենսիվ կամավորական խմբերի ներկայացուցիչները, իսկ պարբերաբար երկօրյա դասընթացներ են կազմակերպվում համայնքներում հրդեհաշիջման, փրկարարության եւ առաջին օգնության թեմաներով։ Նշենք, որ տվյալ դասընթացներից հետո կամավորները անցնում են փրկարարծառայության կողմից կազմակերպված որակավորման քննությունների միջոցով, որոնք դրական հաղթահարելու պարագայում իրենք ստանում են փրկարարի որակավորում, որից միայն հետո կարող են նրանք որպես կամավոր հրշեջ փրկարարներ արձագանքման գործողությունների մասնակցել։ Սրանով մենք չենք սահմանափակվում, քանի որ մեր կամավորների կյանքը եւ նրանց առողջությունը մեզ համար շատ կարեւոր է։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կամավոր հրշեջ փրկարարներին տրամադրում է նաեւ կյանքի ապահովագրություն իրենց գործողությունների եւ վերապատրաստումների շրջանակներում։ Եվ ինչպես ենք մենք ապահովում նաեւ կայունությունը, ստեղծվել են բազմաթիվ գործառնական ձեռնարկներ, ինչպես նաև եռահատոր ուսուցման ձեռնարկ, որոնք բաշխվել են կամավոր հրշեջ փրկարարներին, ինչպես նաև փրկարարծառայության համապատասխան ջոկատներին, որպեսզի նույնիսկ ծրագրի ավարտից հետո ուսուցումը լինի պարբերական։ Վերջերս ծրագիրը անցել էր որակի գնահատման փուլով, եւ դրանից մենք կարող ենք ունենալ եզրակացություն, որ 60% կամավորների ամսական առնվազն 1 անգամ դասընթացների են մասնակցում։ Կարծում եմ սա շատ բարձր շատ կարևոր եւ բարձր ցուցանիշ։ Այդ ծրագրի իրականացման ընթացքում ինչ արդյունքներ ենք գրանցել եւ եթե կան այդպիսիները, քննի ներկայացնեք օրինակներ, թե ինչպես են օրինակ կամավորական խմբերը մասնակցություն ունեցել իրական արտակարգ իրավիճակներում։ Իրական արտակարգ իրավիճակների միայն 2025 թվականի ընթացքում մենք ունեցել ենք 120 արձագանքման դեպք։ Նշեմ, որ մեր 13 համայնքների մոտ 200 կամավորները սպասարկում են 124,000 մարդու տվյալ տարածքների բնակչությունն է ամբողջությամբ, եւ ինչպես նշեցի, որակի գնահատում ենք անցել վերջերս, եւ այնտեղ մի կարևոր ցուցանիշ կա, որը մեզ համար կարևորագույն ձեռքբերումներից է, այնտեղ նշվում է, որ առաջին արձագանքը կազմակերպվում է մոտավորապես 30-ից 33 րոպե ավելի շուտ, քան պետական ծառայությունները կժամանեն տարածք։ Շատ այսպես կարևոր ձեռքբերում կա։ Այո, մեր թիմերից նույնիսկ մեկը, մեր խմբերից նույնիսկ մեկը անցած տարվա օգոստոս ամսին միայն 18 իրական դեպքի արձագանքել, բայց մենք չենք սպասում իրական դեպքերին, որպեսզի նրանք պատրաստված լինեն, նաև պարբերաբար կազմակերպվում են սիմուլյացիոն վարժանքներ, եւ անցած տարի նույնիսկ մենք ունեցել ենք համապետական ազգային սիմուլյացիոն վարժանք Հայկական Կարմիր խաչի կողմից կազմակերպված, որտեղ նաև հրշեջ կամավորական խմբերն են մասնակցություն ունեցել։ Այլ լսելով ձեզ հասկանում եմ, որ քաղաքացիների եւ համայնքների ներգրավվածությունը գնալով աճում է, եւ սա շատ ողջունելի է։ Ինչն է դրդում մարդկանց դառնալ կամավոր այս հրշեջ փրկարարական խմբի մի մասը։ Կարող եմ ասել, որ մեր կամավորական հրշեջ փրկարարական խմբի անդամները ոչ մի շահ չունեն բացառությամբ այն օգուտը, որ նրանք բերում են համայնքներին, եւ կարող ենք ասել, որ մենք այս մոդելով նույնիսկ կամավորության մասին նոր միտք եւ մշակույթ ենք բերում, այն է, որ կամավորությունը ոչ միայն օգնություն ցուցաբերելն է, այն բարձրագույն պատասխանատվության զգացողություն է, որ կամավորներն ունենում են, եւ մենք հաճախ մեր սոցիալական հարթակներում նշում ենք, որ քաջությունը ամենօրյա ընտրություն է, եւ մեր կամավորները, այո, ընտրել են լինել քաջ։ Այ ծրագիրն ավարտում է այս տարվա հուլիսին։ Ինչպես եք պատկերացնում, որպեսզի այն լինի շարունակական։ Ինչ արվում սրա համար։ Ծրագրի ավարտը կարծում ենք, որ նոր ծրագրի սկիզբ կլինի, որովհետև մենք արդեն նախաձեռնել ենք եւ դիմել ենք համապատասխան ֆինանսական տրամադրող կազմակերպությունների, որպեսզի ծրագիրը շարունակենք։ Սա ինչքանով է կարևոր, որովհետև մոդելը արդեն ստեղծված է, պատկերը արդեն ունենք եւ մենք պետք է աշխատենք այն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նոր, ավելի ամուր իրավական հիմքերի, ավելի մեծ կամավորական ցանցի ձևավորման եւ ավելի մեծ աշխարհագրական տարածք ընդգրկելու համար, եւ այս մասով պետք է նշեմ, որ
Եթե նախկինում մենք էինք գնում եւ համայնքներին դիմում, որպեսզի իրենք միանան, այո, իրենք ներգրավեն ծրագրի մեջ, հիմա համայնքներն են մեզ դիմում միանալու նախաձեռնությանը։ Եվ վերջում Լուսինե, կխնդրեի, որպեսզի մեր հեռուստադիտողներին ուղղեք ձեր խորհուրդները, թե ինչ չպետք է անել, որպեսզի խուսափենք այս հրդեհներից, այս աղետներից։ Իհարկե աղետներին պատրաստվելը յուրաքանչյուրի պատասխանատվությունն է եւ մանավանդ ամռան շրջանում շոկ եղանակին պետք է խուսափենք ենթաղային ամփոփություններից, մասնավորապես խոտածածկ տարածքների այրումից կամ ապակին գցելուց չոր խոտի տարածքում եւ անհատական անվտանգության կանոնները պահպանելով մենք կարողանանք հասնել նրան, որ արտակարգ իրավիճակները արտակարգ դեպքերը շուտ կանխվեն, իսկ եթե եղել է այնպիսի դեպք, որը դուրս է մեր վերահսկողությունից, իհարկե պետք է հիշենք պետական ծառայությունների մասին եւ անմիջապես զանգենք 112։ Շնորհակալություն ձեզ, շատ կարևոր այս կարծում եմ աշխատանքի համար, որովհետեւ այն ինչ դուք պատմեցիք, սա հաղթանակ է եւ ես ձեզ մաղթում եմ նորանոր հաղթանակներ։ Շնորհակալություն շատ։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ արտակարգ իրավիճակի հետևանքները շատ հաճախ կապված են ոչ միայն դեպքի մասշտաբից, այլ նաև արագ արձագանքումից։ Իսկ պատրաստված համայնքներն ու գիտակից քաղաքացիները կարող են դառնալ այս կարևոր շղթայի անբաժանելի մասը։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր հյուրերին այս կարևոր տեղեկատվության եւ հետաքրքիր զրույցի համար։ Եվ հիշեք սիրելի հեռուստադիտողներ, որ արտակարգ իրավիճակների նկատմամբ պատրաստվածությունը սկսում է տեղեկացված լինելուց։ Իսկ յուրաքանչյուր պատասխանատու վերաբերմունքը կարող է նպաստել ավելի անվտանգ ձևավորմանը։ Մնացեք մեզ հետ, իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։